Ես միտք ունեմ երկրից հեռանալու մասին։ Հաշվի չեն առնվում երիտասարդների կարծիքը։ Ես իմ ապագան պատկերացնում եմ այլ երկրում։ Ես մի հարց տվեցի մեր համայնքի երիտասարդներին ու գրեթե բոլորը նույն բանը պատասխանեցին։ Շատ երիտասարդներ իրենց ժամանակը, գիտելիքներն ու կարողությունները ցուցաբերում են համայնքի զարգացմանը անվճար, բայց երբ նույն աշխատանքը պետք է կատարվի այլ մարդու կողմից, դրա համար վճարվում են։ Ու սա պարզապես անարդար չէ, այլ այստեղից սկսվում է ամենավտանգավորը՝ միտք երկրից հեռանալու մասին։ Մենք գյուղի երիտասարդներով բազմիցս կատարել ենք կամավորական աշխատանքներ, օրինակ մաքրել ենք գյուղի կիսական եկեղեցին, որից հետո պարզվեց, որ եկեղեցին ունի աշխատակիցներ, որոնք վճարվում են, եւ մենք նույնիսկ դրանից հետո չարժանացանք գովեստի խոսքերի։ Նմանատիպ դեպքերից հիասթափվելուց հետո ես իմ ապագան պատկերացնում եմ այլ երկրում։ Կատարել եմ աշխատանք գյուղում հավաքելով ավելորդ աղբը։ Աշխատանք սկսել եմ առավոտյան եւ ավարտել երեկոյան։ Մի 2-3 շաբաթ անց գյուղի վիճակը նույնն էր եւ նույնիսկ իմ աշխատանքը չգնահատվեց։ Ես ահավոր հիասթափված էի։ Կարծիքով, եթե ես այդ աշխատանքը կատարեի ուրիշ երկրում, իմ աշխատանքը անտեսված չէ լինի։ Այդ իսկ պատճառով ես միտք ունեմ երկրից հեռանալու մասին։ Համայնքի վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց առաջ հաշվի չեն առնվում երիտասարդների կարծիքը եւ ես ցանկանում եմ իմ ապագան շարունակել այնտեղ, որտեղ որ իմ կարծիքը հաշվի կառնեն։ Այս պատմությունները ցույց են տալիս մի պարզ բան։ Մենք ունենք տաղանդավոր ու աշխատասեր երիտասարդներ, բայց չեն գնահատում նրանց։ Շատ անգամ անգիտակցաբար մտածելով, դե երեխա է էլի, արած ինչ պիտի լինի։ Ու դրա հետևանքը տեսնում ենք հատկապես գյուղերում, երբ երիտասարդներ գրեթե չկան։ Դրա համար հենց այս հոլովակով ուզում եմ կոչ անել բոլոր մեծերին, լսեք ու հասկացեք, աջակցեք երիտասարդներին։ Չէ՞ որ նրանք են մեր երկրի շարժիչ ուժը։